Գիշերով թե ցերեկով քանդել։ Սա էր Արամի 30-ի փլուզումից հետո ավականու ՀՀԿ-ական անդամներին հուզող միակ հարցը։ Երևանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը պնդում է, ավելի քան 150 տարվա շենքը ոչ թե քանդվել, այլ տեղահանվել է։ Այդ տեղահանության process-ի երևույթը վատ արվեց։ Գիշերաժամին նրա կարիքը չկար։ Կանաչ հատված է լինելու լայն մայթ կարմիր գծի ընդլայնմամբ, այնտեղ միակողմանի երթևեկության նման մի հատված է շատ։ Դոլմաման պահպանվում է իր հատվածով։ Այդ ամբողջ փողոցը, Պուշկինի փողոցի այն 4 հուշարձանները եւ նրանց միացնող նույն Դոլմամայի տարածքը հիմա ընկալվում է որպես շատ արժեքավոր միջավայր եւ դա պահպանվելու է։ Դրա ետնամասում իհարկե դա նախագծային ծրագրերի խնդիր է, հնարավոր է այդ ամեն ինչը ունենալ եւ պատվիրատուի պահանջները բավարարել եւ պահպանել նաեւ այդ հատվածը։ Չնայած այս հարցի շուրջ վերջին շաբաթներին չդադարող քննադատությանը, այդ մասին այսօր Երևանի ավականու օրակարգում ոչ մի խոսք չկար։ Ընդդիմադիր Ստեփան Սաֆարյանը տեղից բարձրաձայնեց, քաղաքում կարևոր այլ հարցեր էլ կան։ Չեմ ուզում, որ մեր իսկապես ավականու նիստերն էլ մեծ իմաստով նվիրված լինեն ցուցածախտակներին, այսպիսի խոշորագույն խնդիրների վերաբերյալ որոշումներ ընդունենք եւ հասկանանք, որ քաղաքային տնտեսության մեջ էական բան է փոխվում։ Ավականու ՀՀԿ-ական անդամներն Նաիրա Նահապետյանը, ճարտարապետ Լևոնի Գիթյանն ու կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանը պաշտպանեցին հին Երևանի շենքերից մեկը քանդելու որոշումը, պնդեցին նորակառույցները հներից պակաս արժեքավոր չեն։ Արամի 30-ը, եթե վերցնենք ճարտարապետական արժեքով, դա իսկապես մեզ համար պատիվ բերող, որ գան նայեն ասեն, այս ինչ լավն է Երևանը, այդպիսի շենք, հա, հələ ճիշտն ասեք։ Որը Հյուսիսային պողոտան ճանաչելի է եւ ցույց է տալիս ճարտարապետական եւ շինարարական հնարավորությունները կան ավելի հետաքրքիր շենքեր, որոնց մասին է հարկավոր խոսել։ Աֆրիկյանների տունն էլ որպես աֆրիկյանների տուն, որպես առասպելական, որպես իր պատմություն ունեցող տուն արժեքավոր էր։ Որպես ճարտարապետական կառույց, ես չեմ գտնում, որ դա այն արժեքն էր, որի համար հիմա պիտի մենք ինքներս մեր կուրտ գծենք։ Արամի 31-ը նոր քաղաքապետը ասաց, որ ասենք այն, որոնց պահպանման շենքերը կան ցանկում, ոչ մի շենք էլ չի քանդվելու։ Էլի սարայներ կա Երևանում, որ պետք է քանդվի։ Երբ որ հարցը կլինի կնայեմ սարայա թե չէ։ Մինչև այսօր ո՞րն էր սարայ ձեր հարցը։ Այ դա Արամի 30-ը սարայա։ Իսկ որ Արամի 30-ը գիշերով քանդվեց։ Ինձ թվում է պետք էր ցերեկ անել այդ բանը, որտեղ այդ որոշումը տարիներ առաջ ա եղել։ Երբ որ գիշերն ես քանդում, մարդկանց մոտ հարց առաջանում, ինչի են ճիշտ են ասում։ Բարև Երևանի ինդիմադիր անդամները նիստի ավարտին վրդովվեցին, հարցեր ունեին Տարոն Մարգարյանին, բայց զրկվեցին այդ հնարավորությունից, որովհետև ըստ Անահիտ Բախշյանի քաղաքապետը նախապես հայտարարված հարցուպատասխանը չեղյալ համարեց։ Մարտի 18-ին որ նիստ են հրավիրել, նաև հարցուպատասխաներ Մարգարյան օրենքի խախտում եք անում, օրենքով երկու նիստը մեկ հարցուպատասխան պիտի լինի, այսօր այդ օրն է։ Ուրեմն Տեկին Բաշյան, ոչ պատասխանատու հայտարարություններ մի արեք, օրենքի խախտում չենք անում։